շանտաժի է ենթարկում։ Ես որևէ այլ մեկնաբանություն սրա հետ կապված չունեմ։ Եվ նրանց այս գործելավոճը տարբեր տեսակի շանտաժների, այդ լեքսիկոնով հանդես գալու արդեն կարծում եմ, որ ինչ որ վիրուսային դրսևորումներ է ունենում, որովհետև նրանց թիմի տարբեր անդամներ ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս այդ գործելավոճով։ Մասնավորապես նույն Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը անհասկանալի է կառավարության աշխատակազմի ղեկավարն է, բլոգեր է, մամուլի խոսնակ է, անհասկանալի ինչ-որ գործառույթներ է իրականացնում, հարց է հնչեցնում Գագիկ Ծառուկյանին, որ հնչեցրեք այդ բարեկների անունները, որոնք որ աշխատանքից ազատված են, իսկ այսօր էլ դիտարկում էր արել, թե ուրեմն սուտ է խոսում Գագիկ Ծառուկյանը, որ չի հնչեցնում այդ անունները։ Ես ցավում եմ, որ Արայիկ Հարությունյանի գիտելիքների մակարդակը, իրավական կրթվածության մակարդակը չի բավարարում այնքան, որ նա տիրապետի գոնե թե անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին, որ չի կարելի մարդկանց անունները հրապարակել, դա մեկ։ Եվ երկրորդ, ինչի համար է այդքան սկզբունքային այդ մարդկանց անունները հրապարակելը։ Եթե երեք Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով կոնկրետ կար հրահանգ այդ մարդկանց համակարգից ազատելու, հեռացնելու եւ նրանց հետ քաղաքական հաշվեհարդար տեսնելու։ Ես եկե հասկանում եմ այդ գայթակղությունը Արայիկ Հարությունյանի կոնկրետ մարդկանց անունները իմանալու, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ցուցումը հավուր պատշաճի կարողանան կյանքի կոչել։ Եվ հավելելով այս թեմային, ընդհանրապես պետք է ասեմ, որ նախ Արայիկ Հարությունյանը ընդհանրապես որևէ քաղաքական, իրավական, բարոյական իրավունք չի վաստակել Գագիկ Ծառուկյանին հարց ուղղելու, սա առաջին հերթին։ Ու բացի դրանից էլ, եթե Արայիկ Հարությունյանին կոնկրետ անուններ են հետաքրքիր, ես կոնկրետ անուններ կարող եմ հնչեցնել։ Մասնավորապես այս իշխանությունների ուղիղ հրահանգով վերջին 2-3 շաբաթների ընթացքում քաղաքական դրդապատճառներով պայմանավորված աշխատանքից ազատվել են մեր падգամավորության տեխնացուներից երկուսը, մասնավորապես Ախուրյանի քաղաքապետի տեղակալ Կարեն Սերգոյանը եւ Չարենցավանի քաղաքապետի տեղակալ Գայանե Գրիգորյանը եւ բազմաթիվ այլ մարդիկ, որոնք զբաղեցրել են տարբեր պաշտոններ, համատիրության նախագահներ, մանկավարժներ, տարբեր ենթակառուցվածքներում աշխատող մարդիկ։ Ես այս փոխքաղաքապետերի օրինակը բարձրաձայնեցի, որովհետև արդեն իսկ մամուլում այդ մասին կան հրապարակումներ եւ բնականաբար մենք գնալու ենք իրավական ճանապարհով, որտեղ բացարձակ իրավական անգրագիտության հետևանքով են նրանք աշխատանքից հեռացվել, հայեցողական պաշտոններ են, մեկին արձակուրդի մեջ գտնվելու ընթացքում են աշխատանքից ազատել, մյուսի դիմումը չեն բավարարել, այսպես չի կարելի իշխանության լծակները օգտագործել քաղաքական հաշվեհարդարների իրականացման նպատակով։